Հոկտեմբերի 14-ին իմ ծնունդն աբակոնը երբ դու մի հատ գրի ես արագ մեր ծնունդը կազմակերպեմ։ Համին ծնունդնա ցուրտ եղանակին համեն ձերը հոկրակը չեք ընկել, դրա համար ընտրել եմ տաքացող լողավազանով տեղ։ Մենք ինչով ենք պակաս ամառվա ծնվածներից։ Ով ասել, որ շոկե բաղնիքը մենակ տղաների համար է, իմ աղջիկ ընկերները հաստատ գող կլինեն։ Դու էլ ունես չէ ընկերներ, ովքեր սիրում են շոկե բաղնիկ, խնդրեմ։ Նա ես տաղավարը մինչև 35 անձի համար է նախատեսված, բայց եթե քո շրջապատն էլ իմինի պես մեծ, այս նույն առանձնատնից ունենք, որ ավելի շատ մարդ նստում 45 հոգի կնստի։ Գիտեմ, որ դու էլ ես տունը մնացած ու երեխեք չունես, բայց քո ընկերուհիները սաղ ամուսնացել են երեխեքի հետ են գալու, դրա համար մանկական զոնա էլ ունենք։ Հա, իմ մտքով էլ անց է ինչ-որ խաղասրահով տեղ վերցնեմ, բայց ես այս առանձնատան մեջ ամեն ինչ կան, հենց որ կգաս տեղ խաղաս, ինչքան ուզես ծնունդի օրը։ Իմ ծնունդի համար ես այս առանձնատունը գիշերակաթով եմ վերցնելու, որ իմ հյուրերը գան մինչև լույս հանգիստ մնաց տեղ։ Հյուրասենյակը կա, խոհանոց կա, համեղ բաներ կա, պատրաստենք, կնստենք, կվայելենք, չէ՞ բա։ Այստեղ երկու ննջասենյակ ունենք, բայց մինչև 6 հոգի կարա գիշերի, մի քիչ համոզես ծնունդ տա 8 հոգու կտեղավորենք հաստատ։ Բացի ամառանոց էմիցելով պիտի ավելի իդեալական կազմակերպի իմ ու քո ծնունդը։ Բայց մգրիտարամ ծնունդդ իրոք երբ հա։